Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 6-ի համար, օրը կիրակի է, աշխատանքային օր չի, և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Դամար գնայինք այսպես քարտերով։ Կանխատեսումը կարող եք նայել և արևային, և լուսնային, և ասցենդենտի նշաններով։ Մեկը մյուսին կլրացնեն։ Իսկ մենք կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 6-ին։ Ոմանք հարսանիքի են գնալու, ոմանք ամուսնության առաջարկ կստանան, կամ կանեն, սիրո խոստովանություն, հարսանիքի հրավեր կարող եք ստանալ, դուք անեք, կամ ամուսինն է վերադառնում, կինն է վերադառնում, որոշել եք ամուսնանալ, ձեր հարսանիքն է, և այստեղ ինչ-որ մեկի հետ նաև գործարք է սա, գործնական որոշ հարաբերություններ։ Այդ օրը նաև կարող եք հանդիպել, խոսել ոչ կնոջ հետ, ով է, հնարավոր է ձեր ուսուցչուհին է կամ այնտեղ ինստիտուտի հետ կապված դասախոսն է, ինչ-որ մի կին է, որ կարող է դաս է տալիս, յուրաքանչյուր դաս դա կարող է լինել, դաշնամուր, երաժշտական ոչ ինչ-որ բաներ, և այլն, անգլերեն լեզու, ռուսերեն, յուրաքանչյուր։ Նաև կարող է ինչ-որ մի գաղտնիք է բացահայտում ձեզ համար, ինչ-որ մի բան է ձեր աչքին բացում, կամ խորհուրդ է տալիս, որ ինչ-որ էջ կարելի է փակել ձեր կյանքում և այլևս չանդրադառնալ այդ էջին նորից։ Եվ այդ օրը ուշադիր եղեք, որպեսզի չվնասեք ձեզ, ամենակարևորը, եթե նկատում եք ես ինչպես եմ ինձ վնասել, ես էլ ասում եմ և ես էլ ուշադիր չեմ, իդեպ շատ վատ է դա, և ես չգիտեմ կանցնի, թե տենց կմնա շռը։ Նաև ուշադիր եղեք, որ ինչ-որ մեկի հետ չվիճեք, որտև կարող եք վիճել և այլևս չհաշտվել իր հետ, հանեք այդ մարդուն կամ այդ իրավիճակը ձեր կյանքից, դա այստեղ ավելի շատ մարդն է, ում հետ որ կարող եք վիճել և հանել, և չշփվել էլ իր հետ։ Այսքանը ձեզ համար, չնայած խոյերը այդպիսին են, չէ՞ որ կասկածում են, ուրեմն վերջը հանում են իրենց կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 6-ին։ Կարող եք ճանապարհ գնալ, ճանապարհներին լինել, նաև ոմանք իրենց գործերը, իրենց բիզնեսը առաջ կմղեն, ինչ-որ մի բան կսկսեք և խանգարող ոչինչ չկա, առաջ կտանեք։ Ոմանք կարող է օտար երկիր եք մեկնում, տանից տուն եք տեղափոխվում, երկրից երկիր եք տեղափոխվում, ինչ-որ միտեղ գնում եք, սա գնալ է, կամ ինչ-որ մի բան հրել է առաջ։ Նաև ոմանք ժամադրության այդ օրը կլինեն, կամ ուրախ կլինեն, տրամադրությունը բարձր կլինի, անակնկալներ կարող են լինել, ծնունդ, կնունք, նվերներ, ծաղիկ, նման ինչ-որ մի պահ։ Ոմանք կարող են նաև սիրահարվել, ոմանք ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որը որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, դուք կուրախանաք։ Եվ հանդիպում շփում ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 6-ին։ Մի փոքր ծանր օր է կարծես թե, փոքր չէ։ Կարող է լարված եք, կարող է ձեր հարսանիքն է, ձեր երեխան է ամուսնանում, դրա համար լարվել եք, ճակատագրական օր է, և հենց այդ անհանգստությունները դրանից է բխում, կամ ոմանք կարող է ելույթ պետք է ունենան։ Մենակ կարող է վարչապետն եկվորյակ ելույթ ունենա, որտեղ բավականին անհանգիստ կլինի այն ինչի մասին, որ պետք է ասի։ Նաև ծանր, դժվար օր է, դժվար անցնող օր է, այդպես կարելի է ասել։ Դե ոմանք իրոք կարող է այստեղ ելույթ ունենան կամ գնան ինչ-որ հասարակական վայր, որտեղ որ շատ մարդիկ կլինեն, ոմանք էլ այստեղ ուղղակի այդ ամուսնության կամ այդ արարողությանն եք պատրաստվում,
կամ հենց գիրեկի է այդ նման արարողության եք գնալու եւ լարված եք։ Նաեւ կարող է արտասուք է սա։ Իրոք այստեղ ոմանց երեխան կարող է ամուսնանալ, նշանվել։ Կամ հենց այդ լարվածությունը մարդկանց միջև դուրս գալն է, չգիտեմ ինչ որ։ Եվ չի բացառվում, որ ինչ որ մեկին հանդիպեք հասարակական վայրում, որտեղ որ շատ մարդիկ կլինեն եւ նա ձեր ճակատագրով կլինի։ Կհանդիպեք ինչ որ մեկին ճակատագրական հանդիպում կլինի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 6-ին։ Մի փոքր էմոցիոնալ կլինեք, հնարավոր է ուշ քնեք, կարող է սիրահարված եք, ձեր մայրիկին կհանդիպեք, մայրիկի հետ կխոսեք, նաև ռոմանտիկ որոցի հարաբերություններ կունենաք, հանդիպում նույնպես։ Ես հորանջեցի, դա նշանակում է, որ ձեզ մաքրելու կարիք է զգացում։ Աղով մաքրեք ձեր տունային, ինչ որ օգտագործում եք, հատկապես երբ որ տանը շատ մարդ է գալիս, մի հատ աղա ջրով մաքրեք ուղղակի ձեր այդ սեղանը, որտեղ որ թեկուզ սուրճ եք հյուրասիրում։ Թողեք թող աղը հանգստանա, հետո այդպես մաքրեք, ուղղակի այդ աղը պետք է մաքրվի, որ այդ բացասական էներգիան մաքրի։ Նաև ինչ-որ բաներ եմ ընդրել, ձեզ մոտ մութ է մնում, գաղտնի է մնում, չեք կարողանում հասկանալ մինչև վերջ։ Եվ այդ ուշադիր եղեք, որ չվիճեք, ուշադիր եղեք նաև, որ ձեզ չվնասեք։ Նաև կարող եք վիճել ինչ-որ մեկ հետ կամ ինչ-որ մի բան կտրուկ փոխել ձեր կյանքում։ Եվ կարող եք կայունացնել, փոխելով դա, հանելով ինչ-որ մի բան ձեր կյանքից, կարող եք ձեր կյանքը նաև կայունացնել այդպիսով։ Ինչ-որ մի բանի գնով, ինչ-որ մի բան հանելու գնով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 6-ին։ Շատ լավ քարտ ընկավ, ամենայն դեպս ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, մի կողմից էլ անհանգիստ եք։ Չգիտես ինչու հա, մի կողմից ուրախ եք, մի կողմից անհանգիստ եք, կարող է այստեղ ուրախության արդյունքներն են, կարող է անհանգստությունն է անցնում ձեզանից։ Եվ ինչ որ մի բան կգնա ձեր կյանքից, ինչ որ մի բան կմտնի ձեր կյանքում, անհանգիստ եք փոփոխության համար։ Ինչ որ մի բան է փոխվում ձեր կյանքում, անհանգիստ եք, լարվում եք։ Դրանից է, բայց ընդհանուր ֆոնը ուրախ է, տրամադրությունը բարձր կլինի։ Հատուկ կարծես թե ինչ որ մի ոլորտ է, որը որ փոխվում է, ինչ որ մի բան է գնալու, դրա համար եք լարվում, անհանգիստ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Մատանի էր թռնում, կույսերի չատերն ամուսնանալու են կամ ամուսնության առաջարկ ստանան։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 6-ին։ Բավականին ոգևորված կլինեք, ճանապարհ կարող եք գնալ, հյուր ընդունել, հյուր գա ձեր տուն, շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, այստեղ այնտեղ կարող եք գնալ, խաբեբական նաև այդ օրը ձեզ շրջապատում, այնպես որ դա էլ ուշադիր եղեք։ Եվ սա նաև ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ հետ ծանոթանալ կամ դուք ինչ-որ մեկի հետ փորձեք ծանոթանալ։ Բայց խորամանկ է լինելու։ Այդ որ փորձեք ծանոթանալ, մի փոքր խորամանկ է։ Բավականին շատ կշփվեք եւ կարող է նաև այդ օրը լեզվակռիվ է լինի, նաև կարող բամբասանք է, կարող այս խորամանկ խաբեբանձնավորությունն է բամբասում ձեզանից, ինչ-որ մի բանի չի կարողացել հասնել, որ ասում եք քիթը չի հասել, դրա համար է այդպես կարող է խոսել։ Նորություն նաև այդ օրը կլսեք։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 6-ին։ Ոմանք կարող են սիրահարվել։ Մեկը լավն է, երկուսը վատ, բոլորի մոտ։ Այստեղ ոմանք կարող է այստեղ սիրո հետ է կապված։ Կարող են փորձում են խառնել ձեր ընտանիքը, ձեր սերը, ձեր հարաբերությունները, չէ խորամանկ անձնավորություն կարող է լինել, խաբեբա։ Այնպես է ուզում անել, որ դուք կորցնեք կամ ձեր հավատը իր հանդեպ, այդ ձեր սիրելի կամ ուղղակի կորցնեք այդ մարդուն։ Կարող ձեզ խորհուրդ է տալիս կողքից անիմաստ։ Մի լսեք այդ օրը։ Նաև եթե այստեղ այդ օրը բավականին գեղեցիկ լինեք, կարող է ինչ որ մեկը լինի, որ իբրև թե վայ, ոնց որ թե ինչ որ մի բան այնպես չի վրա եւ այլն, ինչ որ բաներ, որ կարող ձեր տրամադրությունը գցեք, մանրուքների պատճառով ինչ որ վատ զգաք ձեզ։ Նաև եթե այդ օրը կսիրահարվեք, փորձեք դա չկիսվել, որովհետև իրոք կարող է ձեզ հեղափոխեն, ձեր մտքերը հեղափոխեն։ Ամենայն դեպս սա հարաբերության մասին է, թե հիմա հարաբերությունները դեպի ծնող, դեպի սեր, նոր սեր, կապ չունի։ Ոմանց կարող են հենց իրոք սիրո խոստովանություն անել եւ սա հեղափոխի ձեզ, որպեսզի նորմալ չպատասխանեք դիմացինին։ Ամենպես անի, որ դուք սիրով եք իրար հետ, խառնի, որ կորցնեք։ Այսքանը ուշադիր եղեք եւ այստեղ երկուսն էլ այդքան էլ լավ քարջ են, հատկապես սրտի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 6-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ։ Նայեք, այստեղ չվիճեք էմոցիաների ազդեցության տակ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Կամ իր կյանքում է փոփոխություն մտնում, կամ ձեր կյանք մտնելով փոփոխություն է բերելու։ Կարող է հղի է, պետք է ծննդաբերի։ Կամ օտար երկրում եք գտնվում, գուցե գնում եք իր մոտ, կանչում է ձեզ։ Նաև այդ օրը ոմանք կարող են վիճել ինչ-որ մեկի հետ, բայց էմոցիաների ազդեցության տակ, կամ հետո կարող եք այդ էմոցիաները դեռ լինի վեճից հետո, կամ տուն եք մաքրելու։ Կարող է աղջիկը հեռվից գալիս է եւ դուք տուն եք մաքրում, որպեսզի ընդունեք եւ բավականին ուշ կարող եք քնել։ Իրեն ընդունեք, հետո նոր քնեք, կամ կարող մնա նաև ձեր տանը։ Ոմանց մոտ նաև կարող է ինչ-որ մի բան է գաղտնի մնում, ինչ-որ մի բան է ոչ լիարժեք ձեր մոտ այդ պատասխանը, դրա համար էլ վիճում եք ինչ-որ մարդկանց հետ։ Կամ վիճում եք դրա համար հարցերի պատասխանները լավ չեք լսում, չի հասկացվում, ոնց որ չեք լսում այդ պահին։ Դա համար հետո մտածում եք, բայց ոնց որ թե ինչ-որ բաներ ճիշտ չասեց եւ այլն եւ այլն։ Նաև կարող եք հանդիպել, շփվել ձեր մայրիկի հետ։ Ոմանք ռոմանտիկ ժամադրություն կունենան, ուշ կքնեն, մինչև ուշ ժամի կխոսեք իր հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 6-ին։ Ճանապարհ կարող եք գնալ, ասում եմ, չէ, բոլորին առաջինը լավն է, հետո ինչ-որ բաներ են դուրս գալիս։ Նաև ոմանք կարող են տանից տուն տեղափոխվել, երկրից երկիր տեղափոխվել, ինչ-որ գործեր առաջ մղեք, մտածեք, որ առաջ մղեք այդ գործերը, ինչպես պատրաստվեք։ Նաև կարող է շատ ճանապարհների լինեք, այսօր կողմ գնաք։ Ինչ-որ խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը։ Ճանապարհի հետ է կապված, կամ գնում եք այնտեղ եք հասնում, այնտեղ ինչ-որ մի բան այնպես չէ։
ինչ-որ խոչընդոտներ համենայն դեպս կան, որոնք որ պետք է կարողանաք փորձեք հաղթահարել այդ օրը։ Եվ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Դա խելացի կին է, ամենաառաջինը, այդպես կարելի ասել, ձեզ կարող խորհուրդներ տալ լավ, որը պետք է լսել։ Նաև կարող է ուսման հետ է կապված, ձեր ուսուցչուհին է, ձեր դաստիարակն է, կամ երեխայի դաստիարակն է, կամ դասախոսն է։ Նաև մեկ այլ ինչ-որ մի բան կարող է դաս տալ։ Նաև կարող է գաղտնիք է բացահայտում, կամ այստեղ չի բացառվում փաստաթղթերի հետ է կապված։ Ինչ-որ մի բան ձեր առջև կբացի, կամ կասի, որ գիտես աղջիկ ջան կամ տղա ջան, այդ փուլը անցի, փուլը փակի քո կյանքի եւ անցի մեկ այլ փուլ է, ինչ-որ մի նմանատիպ խորհուրդ կարող է տալ նաև ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 6-ին։ Մի փոքր լարվածություն կա, մի փոքր անհանգստություն կա, բայց մնացած քարտերը հենց ասում են, որ ամեն ինչը կանցնի։ Այստեղ ինչ-որ դռներ կբացվեն ձեր առջև եւ ամեն ինչը նորմալ կլինի, ամեն ինչը կանցնի։ Այս նաև արտասուք է սա կարող է լինել, կամ այդ լարվածությունը, ամենայն դեպս այստեղ արևը կա եւ հենց դրանից հետո դուրս է գալիս մեկ այլ լավ քարտ, որը ցույց է տալիս, որ կգտնեք հարցի լուծումը, կգտնեք դա անելու պատասխանը եւ այլն, ինչ որ դուր կբացվի ձեր առջև։ Նաև կարող եք ինչ-որ դուր փակել, կարող եք անհանգստացնող այդ իրավիճակի այդ խնդրի դուրը փակում եք եւ որպեսզի այլևս նա ձեզ չանհանգստացնի։ Ոմանց կարող են սիրո խոստովանություն անել, ոմանք կարող են սիրված իրենց զգալ, լավ իրենց զգալ, ոմանք նաև կարող է սիրահարվում եք այդ օրը, կամ ձեր վրա են սիրահարվում, ձեզ են սիրահարվում, այսինքն նաև ինչ որ կարող է գեղեցիկ լինել եւ մարդիկ ասեն, թե որքան լավ է այսօր քո տեսքը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 6-ին։ Հարսանիքի կարող եք լինել։ Կարող եք նաև ամուսնության առաջարկ ստանալ, սիրո խոստովանություն կամ դուք անեք, նաև հարսանիքի հրավեր, նշանադրության հրավեր, կամ դուք եք ամուսնանում կամ գնում եք հենց այդ օրը հարսանիքի նշանադրության կամ ինչ-որ գործնականն է այստեղ։ Հնարավոր է գործնական որևիցե հանդիպում, գործնական խոսակցություն, պայմանագիր կամ բառացի եք պայմանավորվում ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մարդկանց հետ կարող եք գործ սկսել, անել, միավորվել, կամ այստեղ կարող է ընտանիքի հետ է կապված ինչ-որ կարևոր օր է, կամ ամուսինը կամ կինն են տուն վերադառնում, ինչ-որ մի բան է գնալու ձեր կյանքից, ինչ-որ մի բան կա։ Կարող է այստեղ թռիվռի կյանքն է գնում, արդեն վերջ պետք է լուրջ հիմնվեք տանը, հնարավոր է նաև այն որ ասում ազատություն էր, ամուսինը տանը չէր, ուրիշ երկրում էր, հիմա գալիս է էլի, փոփոխություն է մտնում, այստեղ ոնց որ կարաուլ է գալիս, ուժ է գալիս էս։ Ինչ որ նաև այդ օրը ուշադիր եղեք, եթե մեքենա եք վարում, որ ոստիկան եւ այլն, այդպես պետավտոտեսից չհանդիպեք։ Նաև կարող է ինչ որ մեկի հետ եք ծանոթանում, ով որ իրոք այդպես հաղթանդամ եւ այլն, եւ փոխում է ձեր կյանքը։ Եվ հավելյալ ուժ կունենաք, կդիմակայեք յուրաքանչյուր փոփոխությանը, որը որ կգնա ձեր կյանքից, որն է որ կգա, յուրաքանչյուր բանին կդիմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 6-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Եվի ձեր աղջիկն է թորներին է բերելու տուն, հնարավոր է։
Կամ դուք եք երեխաներին տանում ձեր մայրիկի մոտ։ Տեսնենք ով է։ Անհանգստանում եք կարող է այդ կնոջ համար, կամ ինքն է լարված գնում եք իր մոտ հանգստացնելու, հոգեբանական այդպես սեանս անցկացնելու, ձկները կարող են հանգստացնել։ Նաև իրոք անհանգստություն է այստեղ այդ կնոջ համար։ Կամ մտածում եք, անհանգստանում եք արդյոք, որ տանը մեր երեխեքին կպահի, ինչ որ կարող է նաև երեխա ունենում, հղի է, այդպես դրա համար եք անհանգիստ։ Կամ ձեր մայրն է ձեզ համար է անհանգստանում։ Այդ օրը նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նաև կարող եք նորություն լսել, ինչ-որ բաներ պատվիրել, ուտելիք իհարկե կիրակի է, ինչ-որ մեկ է փորձել ծանոթանալ կամ դες հետ կարող են փորձել ծանոթանալ, եթե սիրավեպ դա մեկ օրվա այդպես հանդիպում, դա երեխաներն են, կամ երեխաների հետ կապված ինչ-որ մի բան է, կարող է առիթ է, կարող է հղիություն, ծննդաբերություն, նոր գործ կարող եք սկսել, նոր բիզնես կարող եք սկսել, նոր բիզնես հիմնել։ Նաև սա ինչ-որ մի բան է, որը սկսում է նոր մի բան է ձեր կյանքում, փոքր է դեռ, ինչ-որ նոր կամ մտածում եք սկսեք կամ ուզում եք արդեն սկսել։ Այսքանը ձեզ համար, երեխաների հետ կապված կարող է գնում եք առևտուր անելու իրենց, հագուստ եք գնում, գարնանային շորեր եք գնում եւ այլն, ինչ-որ նման բաներ։ Ծնողական ժողով եք գնում եք այս կնոջն եք տեսնում, անհանգիստ եք, թե ինչ ասելու ձեր երեխայի մասին, ուսուցչուհին է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։